300,000 ադրբեջանցիները Հայաստան կգան։ Վերջին շրջանում ամենակննարկվող հարցերից մեկին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետական մակարդակով է պատասխանում, հնչեցնում հերթական սպառնալիքը։ Հայաստանյան ծագում ունեցող ադրբեջանական համայնքի մոտ 300,000 ներկայացուցիչները, որոնք արտաքսվել են 80-ական թվականների վերջում եւ 90-ականների սկզբում պաշտոնապես դիմել են Հայաստանի ղեկավարությանը, որպեսզի նրանց համար եւս վերադարձի եւ վերաինտեգրման համար պայմաններ ստեղծվեն։ Այն, որ նրանք արտաքսված են եղել այնտեղից 90-ական թվականների սկզբում, չի նշանակում, որ նրանք իրավունք չունեն հետ վերադառնալու։ Սրանի պատասխան սպառնում է Նիկոլ Փաշինյանը, բայց ոչ թե Ալիևին, այլ Հայաստանի ազգային ընդդիմադիր գործիչներին։ Վարչապետի պաշտոն ունենալով իրեն ուժեղ զգացող Փաշինյանը ընդդիմադիր գործիչներին կալանավորելու հրահանգներ է հնչեցնում։ Ադրբեջանի հետ երբեք նման հարց չենք քննարկել եւ չենք քննարկում։ Փաշինյանից հետ չի մնում ԿՊԱ-կան Արթուր Հովհաննիսյանը։ Ադրբեջանում էլ չեն խոսում այս թեմայի մասին։ Նման թեմա գոյություն չունի։ Ու ԿՊԱ-կանների համար ամենևին էլ խնդրահարույց չէ, որ Ադրբեջանն ու Թուրքիան փաստացի կյանքի են կոչում երկու պետություն մեկ ազգ հայեցակարգը, Հայաստանին կանգնեցնելով նոր եւ լուրջ մարտահրավերների առաջ։ Ըստ Ալիևի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում անվտանգությունը ձևավորվում է ոչ թե արտաքին ուժերի, այլ Ադրբեջանի եւ Թուրքիայի թելադրանքով։ Ղարաբաղյան պատերազմից հետո աշխարհաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում փոխվեց ի օգուտ Թուրքիայի եւ Ադրբեջանի։ Շուշիի հռչակագրից հետո Ադրբեջանը փաստացի ունի այնպիսի ռազմավարական համաձայնագիր Թուրքիայի հետ, ինչպես որ Հայաստանն ունի Ռուսաստանի հետ, ինչը թույլ է տալիս նշելու, որ Ադրբեջանը ստացել է փաստորեն անվտանգության երաշխիքներ Թուրքիայից եւ ցանկացած քայլ Ադրբեջանի դեմ կնշանակի ավտոմատ կնշանակի արդեն այդ նույն քայլը արդեն Թուրքիայի դեմ։ Մինչ պաշտոնական Երևանը փորձում է խաղաղության երաշխիքներ գտնել հենց Անկարայի եւ Բաքվի հետ ուղիղ երկխոսության մեջ, փորձագիտական շրջանակն ահազանգում է։ Հայաստանում կա մարդ, որ վստահի, որ Հայաստանի անվտանգությունը երաշխիքը պետք է ունի Թուրքիան եւ Ադրբեջանը, երբ որ իրենք հրապարակային առնվազն օրինակ Ադրբեջանը հայտարարում է, որ այս տարածքի վրա պետք է ձևավորվի արևմտյան Ադրբեջան եւ իրենք դա խաղաղ ճանապարհով են հասնելու։ Այսինքն այս խոսույթը, որ մենք ընդհանուր առմամբ ընդհանուր բերում ենք իրար հետ միացնում ենք, ապա ստացվում է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը այս Հայաստանի իշխանությունների միջոցով փորձելու են խաղաղ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տեղը հիմնել արևմտյան Ադրբեջան։ Քաղաքագետի խոսքով Ադրբեջանն այս պահին դիտորդի կարգավիճակով սպասում է, թե ինչպես է Հայաստանը փոխվելու Ռուսաստանից, որպեսզի հետո հեշտությամբ կարողանա տիրանալ իր ավարին։ Իրենք սպասում են, որ Հայաստանում այդ սահմանությունը փոխվի։ Շատ լավ հասկանում են, որ այդ սահմանությունը փոխելը բավականին բարդ process է լինելու ու հույս ունեն, որ իրենք լեգիտիմ հիմք կստանան վաղը մյուս օրը, եթե հանգարց Հայաստանը չկարողանա դա անել, իրենք արդեն փորձեն ավելի կոշտ քայլերի դիմել։ Անկլավներ վերցնել, տարածքային դեմարկացիայի դեմ նորից որ պահանջներ դնեն, բազմաթիվ այդպես խնդիրներ կան։ Խաղաղության պայմանագիրն ու անվտանգության իրական երաշխիքները դեռևս մնում են օդից կախված, մինչդեռ Հայաստանին սպառնացող վտանգներն օրեցօր ավելի առարկայական ու տեսանելի են դառնում, իսկ թե որն է լինելու Հայաստանի հաջորդ միակողմանի զիջումը, ցույց կտա ժամանակը։